Հայաստանում էլեկտրամոբիլների ներմուծման դեպքում տնտեսվարողները ևս 1 տարով ազատված կլինեն ավելացված արժեքի հարկ վճարելուց։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ այս պահին ավելացված արժեքի հարկից ազատման գործող արտոնությունը կերկարաձգվի 2024 թվականից հետո արտադրված էլեկտրական շարժիչով մեծ, միջին եւ փոքր ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների, մոպեդների համար։ Նախարարը տեղեկացրել է, որ հիմա այս տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Այս արտոնությունը գործում է 2019 թվականից եւ հաշվի առնելով մինչև այս պահն արձանագրված դրական արդյունքները նպատակահարմար են գտել արտոնությունը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հիշեցնեմ, որ 3 երկրներից ներմուծման համար գործում է նաեւ մաքսատուրքից ազատման արտոնությունը, հավելել է նախարարը։ Պապոյանի խոսքերով ավելացված արժեքի հարկի եւ մաքսատուրքերի արտոնությունների շնորհիվ աճել են դեպի Հայաստան ներմուծման ծավալները։